20-րդ դարի մի շարք նշանավոր հայ մշակութային գործիչների կենսագրական դրվագները հայ-ճապոնական էսքիզներ գրքում։ Նախաձեռնության հեղինակը Արումենյան Նիպոն հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր ղեկավար Աննա Վարդանյանն է, տպագրությանն աջակցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Գրքում զետեղված են մեծանուն արվեստագետների Ճապոնիա այցերի մասին մանրամասներ, որոնք ժամանակին տպագրվել են ճապոնական մամուլում, պահպանվել են երկու երկրների ազգային արխիվներում եւ արվեստագետների տուն-թանգարաններում։ Ամեն ինչ սկսվեց COVID-ի ժամանակ, երբ սկսեցի փորփրել ինչ առնչություններ ունենք մշակութային եւ գիտության ոլորտում ճապոնացիների հետ։ Եվ ինձ պարզ դարձավ, որ այդ առնչությունները այնքան շատ են, որ հնարավոր չէ անգամ պատկերացնել, ուղղակի մենք դրանց մասին չգիտենք։ Եվ հենց գիրքը եկավ ցույց տալու, որ դրանք բազմաթիվ են եւ սկսած դեռ վաղնջենական ժամանակահատվածից մեր ժողովուրդները բազմաթիվ առնչություններ են ունեցել։ Սիլվա Կապուտիկյանի այցը, Գոհար Գասպարյանի համերգները Ճապոնիայում, Արնո Բաբաջանյանի տպավորությունները, Արամ Խաչատրյանի ճապոնացի աշակերտի պատմությունները կոմպոզիտորի մասին եւ այլ կարեւորագույն իրադարձություններ հեղինակն ամփոփել է ճապոնական Ֆուջի լեռան պատկերով կազմից ներս։ Այս աշխատանքը կարելի ասել գիտահետազոտական մի մեծ փունջ է, սկզբնաղբյուրները, այդ ամբողջ հավաքագրման աշխատանքները, այնուհետև նյութերի ստեղծման, բարեկամների, տվյալ անձանց կամ թանգարանների հետ համագործակցաբար, իհարկե հետո ամբողջությամբ թարգմանվել է նյութը, գիրքը անգլալեզու է, քանի որ շատ էինք ցանկանում, որպեսզի այն ներկայացնի աշխարհում արդեն մեր կապերի մասին, եւ դրա լավ առիթը եղավ այս տարի արդեն ամիսներ շարունակվող միջազգային էքսպոն, որը անցնում է Ճապոնիայում Օսակայում։ Էքսպոյի շրջանակում արձագանքները բավական բուռն են եղել, հայկական տաղավար այցելել է 1 միլիոնից ավելի մարդ, հետաքրքրվողներին նվիրել են հայ-ճապոնական էսքիզներ գիրքը, ոմանք էլ ժամերով կարդացել են, հետո են լքել տաղավարը։ Սա բաց դաշտ է, որը ընդհանրապես ուսումնասիրված չի եղել։ Դրա համար այստեղ կա անհրաժեշտություն գիտական գործունեություն ծավալելու, որովհետև շատ են առնչությունները եւ եղել եւ կան, որոնց մասին քիչ է խոսվել։ Մեր նպատակն է նաև գիտական եւ մշակութային դաշտում ուղղակի վերհանել եւ ցույց տալ առաջին հերթին եւ մեզ եւ ճապոնացիներին մենք ինչ ընդհանրություններ ունենք, քանի որ մեր հարաբերությունները նոր մտնում են զարգացման այսպես հետաքրքիր փուլ։ Աննա Վարդանյանի խոսքով մեր ժամանակակից արվեստագետների մասին կպատմեն գրքի երկրորդ մասում, պլաններ ունեն 2 գրքերը թարգմանել նաև հայերեն։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսայան, լուրեր։